Ես դուրս եմ եկել գյուղից 23 տարեկան, իսկ ես ներկա մոմենտում 91 տարեկան եմ։ Պրոֆեսիոն նախագահ եմ եղել քանի տարի, ագրոնոմ եմ եղել։ Այս գյուղը շատ հարուստ, զարգացած, հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղենային կուլտուրաներ, հետո պանիրի տարբեր տեսակներ, մեղր, կտավատ, ամեն ինչ։ Բախշիկ Ամիրխանյանը եկել է հայրենի Արագածոտնի մարզի Բերքարատ գյուղ մասնակցելու Սուրբ Նշան եկեղեցու ոցման 15-րդ տարեդարձին։ Պատմում է, թե խորհրդային տարիներին ինչ մշակաբույսերով էր հայտնի գյուղը, որի համար էլ համայնքին Բերքարատ անունն են տվել։ Հենց Ամիրխանյան ընտանիքի ջանքերով է կառուցվել Սուրբ Նշան եկեղեցին։ Միջոցներ տրամադրել է որդին Արսեն Ամիրխանյանը։ Գերդաստանի մի մասը ներկայում էլ ապրում է գյուղում, մյուսը մայրաքաղաքում։ Սուրբ Նշանը կառուցվել է բացօթյա աղոթավայրի տեղում։ Բերքարատցիները սերնդեսերունդ այստեղ աղոթքի են կանգնել։ Պապական ասում են, այստեղ սրբի տեղ է, այստեղ քար կա, սրբի քար է, այդ քարը գտնենք, այստեղ քանդեցինք, այս հարևանն է հավաքվեցինք, քանդեցինք, այդ քարը երևի տեսած կլիք, այնտեղ մտել եք ներս, այն բանի մեջ է դրած է, գալոր քար է, այդ գտանք, որ գտանք, ասենք, որ քարը գտել ենք, ուրեմն պետք է եկեղեցի կառուցենք, որ իրան տեղադրենք եկեղեցու մեջ։ Եկեղեցին ասոտունով ցուցականում գնալ, մասնակցել ամեն ինչին։ Ես ամեն օր եմ մտնում ես ասոտունը։ Սուրբ Նշան եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Նշան քահանա Ալավերդյանը։ Նա սպասավորում է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմում։ Այս տարածքում հոգևոր հովիվը Հայկ քահանա Քոչարյանն է։ Բերքարատը նրա հովվության գյուղերից մեկն է։ Ժողովրդի մեջ կա մի խումբ, որ մշտապես կարիք ունի պատարագի, հոգևոր խոսքի, արարողության, հետևաբար ժամանակ առ ժամանակ այսպիսի մեծ մասշտաբի միջոցառումներ են լինում, իսկ ընդհանրապես ամիսը մեկ անգամ, ամիս կեսը մեկ անգամ հնարավորություն է լինում պատարագ անել ամեն եկեղեցում, որովհետև 5-6 եկեղեցիներ կան, որտեղ հերթով պատարագ են անում։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Բերքարատ էր բերվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքարանը։ Մարդիկ հաղորդվեցին մասունքից բխող զրությանը։ Խաչափայտի մասունքով եկեղեցու բակում անդաստանի կարգ կատարվեց։ Անդաստան կատարեցինք, օրհնելով, խնդրելով Տիրոջ մեծ ողորմությունն ու օրհնությունը մեր ժողովրդի իր բնակության վայրի եւ իր կյանքի համար։ Եվ Սուրբ Մասունքին, Խաչապայտի Մասունքին մոտենալ նշանակում է մոտենալ եւ Տիրոջ ոտքերը համբուրել, Տիրոջը համբուրել։ Հետևաբար փառք Աստծուն այս մեծ օրհնությանն արժանանալու համար։ Բերքարատի Սուրբ Նշան եկեղեցի էին եկել ոչ միայն համայնքի բնակիչներ, այլ նաև ուխտավորներ տարբեր բնակավայրերից։ Ամեն ուխտագնացություն դա համախմբում է եկեղեցու շուրջ, հայրենաճանաչություն է եւ սեփական պատմությունը եւ սեփական արժեքները իսկապես ճանաչելու, իսկ եթե ճանաչում ես, ուրեմն գնահատում ես։ Ավանդույթը մեծ է հայ առաքելական եկեղեցում բոլոր թեմերում, թեմերի փոխադարձ ուխտագնացությունները, որ պիտի լինեն, նույնպես այդ ավանդույթ է։ Այսօր մենք մեր ամենատարբեր բնակավայրերից քաղաքացիներով, հայրենակիցներով հավաքվեցինք եւ եկանք դեպի ապարանի Բերքարատ։ Եվ սա ինքնատիպ նաեւ խորհուրդ է հաջորդականության, հիշողության, հավատարմության եւ զինվոր լինելու։ Բերքարատը մայրաքաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա է, ապարանի տարածաշրջանում։ Գյուղում ապրում են դժվարություններով, հոգսերով, ուրախություններով։ Սուրբ պատարագից հետո համայնքի երեխաները եկեղեցու բակում պար բռնեցին։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։